Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նյու Դելիում ելույթ է ունեցել համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ Իր խոսքում նախարարը մանրամասն անդրադարձել է Հայաստանի եւ Հնդկաստանի միջև հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին, աշխարհաքաղաքական մարտահրավերներին, Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, նաեւ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին եւ խաղաղության գործընթացին։ Միջոցառմանը ներկայ էին Հնդկաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, փորձագիտական շրջանակների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Նա նախ խոսել է հայ-հնդկական հարաբերությունների մասին, ընդգծելով երկու երկրների դարավոր բարեկամությունը։ Նախարարը նկատել է, որ Հնդկաստանը եղել է առաջին երկրներից մեկը, որը 1991 թվականին ճանաչել է Հայաստանի անկախությունը։ Արդեն 1995-ին ստորագրվել է բարեկամության եւ գործակցության վերաբերյալ պայմանագիրը, որը դարձել է երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների հիմքը։ Ինչը լավ առիթ է գնահատելու անցած ճանապարհն ու նախանշելու մեր ապագան համագործակցության ուղղությունները։ Միրզոյանը պատմական ակնարկ է կատարել, նշելով, որ Հայաստանի եւ Հնդկաստանի ժողովուրդները դարեր շարունակ կապված են եղել առևտրի, մշակութային ու քաղաքակրթական փոխանակումների միջոցով։ Հայ վաճառականները դեռևս վաղ ժամանակներից գործուն մասնակցություն են ունեցել Հնդկաստանի տնտեսական կյանքում, իսկ հայ համայնքը կարևոր դեր է խաղացել տեղի մշակութային եւ կրթական զարգացման գործում։ Մեր ժողովուրդների բարեկամությունը ձևավորվել է ոչ միայն տնտեսական կապերով, այլ կրթական ու մշակութային համագործակցության հիման վրա։ Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանը, Հնդկաստանի տարածքում պահպանված հայկական եկեղեցիներն ու հուշարձանները վկայում են մեր դարավոր ներկայության մասին։ Արտաքին գործերի նախարարն իր ելույթում նաև անդրադարձել է Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակին, ընդգծելով, որ Հայաստանը շարունակում է հետևողականորեն աշխատել տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ։ Մենք վստահ ենք, որ խաղաղությունն այլընտրանք չունի։ Երկխոսության միջոցով ձեռք բերված համաձայնությունները միակուղին են երկարատև կայունություն եւ տարածաշրջանային զարգացում ապահովելու համար։ Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, այն հիմնավորելով միջազգային իրավունքի սկզբունքներով, ներառյալ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության եւ ուժի չկիրառման կարեւորությունը։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ ցավոք խաղաղության գործընթացի ճանապարհին դեռևս գոյություն ունեն լուրջ խոչընդոտներ։ Ադրբեջանը շարունակում է տարածել ագրեսիվ ռետորաբանություն եւ ներկայացնել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ անընդունելի պահանջներ, այդ թվում այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան նարատիվի միջոցով։ Արտգործնախարարը նաև անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին, նշելով, որ այս պահին 23 հայերի նկատմամբ տեղի են ունենում բեմադրված դատավարություններ, որոնք հակասում են միջազգային իրավունքին։ Մինչ մենք այստեղ խոսում ենք խաղաղության մասին, Ադրբեջանում շարունակում են հայերի կամայական ձերբակալությունները եւ քաղաքական շոուն հիշեցնող դատավարությունները, որոնք որևէ աղերս չունեն արդարադատության հետ։ Միրզոյանը շեշտել է, որ հումանիտար խնդիրների չլուծված լինելը կարող է խոչընդոտել խաղաղության գործընթացին, ուստի այս հարցերը պետք է շուտապույտ լուծում ստանան։ Ելույթում շոշափվել են նաեւ տնտեսական հավաքործակցության հարցերը, մասնավորապես Հայաստանի ներգրավվածությունը հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծում եւ Չաբահար նավահանգստի զարգացման գործում։ Նախարարը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է ապաշրջափակել տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքները հիմնվելով ինքնիշխանության, ազգային իրավազորության եւ փոխադարձության սկզբունքների վրա։ Մենք չենք ցանկանում փակ սահմաններով ապրել, այլ հակառակը, ձգտում ենք տարածաշրջանային ինտեգրման եւ տնտեսական կապերի ամրապնդման։ Նա նաև նշել է, որ Հայաստանը պատրաստ է զարգացնել տնտեսական եւ ռազմական գործակցությունը Հնդկաստանի հետ, ընդգծելով պաշտպանական ոլորտում գործակցության ընդլայնման կարևորությունը։ Ելույթի ավարտին նախարարը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը, շարունակելու խաղաղության հաստատման ուղղված քայլերը, խորացնելու միջազգային գործընկերությունների շրջանակը եւ խթանելու երկկողմ ու բազմակողմ դիվանագիտական հարաբերությունները։ Հայաստանը հավատարիմ է կառուցողական երկխոսության ճանապարհին։ Մենք պատրաստ ենք գործակցել մեր բոլոր գործընկերների հետ, հանուն կայունության, զարգացման եւ խաղաղության։ Եզրափակելով եւ ամփոփելով արտգործնախարարը հերթական անգամ անդրադարձել է տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին եւ տնտեսական զարգացման ծրագրերին։ Անդրանիկ Ավետիսյան, Free News, Ազատ լուրեր։